Բարև ձեզ հարազատներս, երևի ընտրություններից նորից խոսեմ, այս երկու շաբաթն է, որ բոլորս հուզված, գրգռված, լարված, բոլոր կողմերը, որովհետև մեր երկրի հարցն է, ապագան է որոշվում, ու դրա համար բոլորս այս հարցերի մեջ եք հիշեցնեմ, որ ես Մանկաբարձկի Նիկոլ բժշկական գիտությունների թեկնածու 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի 9 ամիս ինչ աշխատում եմ մեր երկրում, ասել եմ, որ ես դեմ եմ ներկա իշխանություններին, պատճառները նույնպես ասել եմ, որ ուզում եմ իմ կողմը հաղթի, իմ նման մտածողները հաղթեն, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հայրենադավ քաղաքականություն են վարում, Արցախը հանձնած, Սյունիքը վարձով տված, հայ առաքելական եկեղեցու վրա հարձակված, զորքով, այսպիսի բան, չգիտեմ, երբ ա եղել վերջի անգամ պատմության մեջ, մաքրում են իրանք հայ առաքելական եկեղեցին, իրանք իրենց ընտանիքները չեն կարողացել մաքրեն, մի նորմալ ընտանիք ունենան, մի նորմալ մասնագետ դառնան իրենց, ոչ մի պատմություն էլ չունեն իրենց մեջ, մի կապոտ շորերով մի կնոջ բան են ուղարկել, տեսահոլովակ, որ Նժդեին ֆաշիստ է ասում, ֆաշիստական գաղափարախոսություն, պարզում է, թե մեր երկրի նախարարն է, կրթության նախարարն է, ինչ Ժաննա Անդրեասյանը, արդեն ասել եմ, Աստված դրանց մեջքը նենց հա կոտրելու, որ Նժդե բառը չկարողանան արտասանեն, այդպիսի ազգադավություն, հայրենադավություն, չգիտեմ, ինձ համար դա հայրենադավություն է։ Եղերնը ուրանանք, որ թուրքերը այդպես են ուզում, որ մենք տենց լինենք, Տիգրանաշենը հանձնենք, որ թուրքերի համար լավ լինի եւ այլն, սա ինձ համար անընդունելի է, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայ, անընդունելի է, որովհետև միջև այդ մեր պատմությունը ուրիշ ձև էր ընթանում, ուրիշ ձև էին մտածում պատմություն կերտողները։ Հիմա եկել են ու այդ էլ ասեմ իմ դեմ են, կոնկրետ իմ դեմ, իմ նման մտածողների դեմ ամբողջ աշխարհն է։ Ես ասենց որ նայում եմ ամբողջ աշխարհը մեր դեմ է, որ մենք ուզում ենք հաղթենք, ոչ միայն Թուրքն է ուզում Նիկոլ Փաշինյանը լինի իր թիմակիցների հետ, ոչ միայն Մակրոնն է ուզում, Տրամպն է ուզում, ռուսներն էլ շատ դեմ չեն, զգում եմ, որ դեմ չեն, շատ կողմ են, որ Նիկոլ Փաշինյանը լինի, հեշտ է իրենց հետ աշխատելը, որովհետև ինչ ասեն, անելու են։ Տենց բան կա, որ ռուս ուզել է անի մեր երկրի հանդեպ, Նիկոլ Փաշինյանից վախեցել է ու չի արի։ Տենց բան ինչ պիտի արած լինի։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները արածները տեսանք, որ ասֆալտն է, մեկ էլ էս անվճար բժշկությունը, որ իհարկե մեր բյուջեն լրիվ ներդրած էս ասֆալտի ու անվճար բժշկության մեջ, ես իմ ընտրությունը նա է, որ ավելի լավ է ես ոտով գնամ Սևան գամ, ոչ ճիշտ տո 7-8 օր տևի իմ գնալ գալը, բայց ես երկիր ունենամ, իմ սահմանները անսասան լինեն, բանակս ուժեղ լինի։ Ու հող չանցնենք, որտև այդ հողի համար միլիոնավոր մարդիկ արուն են թափել այս հողի համար։ Ու սենց մենք հանձնում ենք շատ հեշտ, հանգիստ, դե որ մերը չի եղել։ Մի խոսքով իմ նման մտածողները շատ են փառքաստու, ես կասկածում եմ, որ այսքան շատ են, վերջերս Գայ Արձան կողքի շենքն է, մեր շենքը, վերևից նայում եմ, որ Սամվել Կարապետյանի ցույցը եղավ, մի քանի օր առաջ ինձ թվաց քիչ մարդ է, իրոք քիչ էր քանակը, բայց դրանից մի քանի հետո Նիկոլ Փաշինյանի ցույց եղավ, որ կրկնակի քիչ էին ավելի մարդիկ, դրանից մի քիչ սիրտս տեղն եկավ, ինչ եմ ասում, ռուսներն էլ են մեզ դեմ, որովհետև հենց ուզում եմ մի քիչ հույսս տեղն անգնում, որ ճիշտ է հույսս Աստծուն է, բայց մի քիչ հանգստանում եմ, որ կհաղթենք, իրանք էլ իրանց բենզինն են լցնում մեր այս քաղաքականության վրա, ռուսաֆոբներին մեր երկրի բարձրացնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու հավանականությունը կրկնապատկում։ Դրա համար մենք ոչինչ, մենք մեր ուժերով, մեր հնարավորությունը, արդեն ասել եմ, Աստծու վրա եմ ես ապավինում ու Աստծուն այդ 300 նժդե է պետք ու հաստատ այդ 300 նժդեն ունենք, դրանում էլ չեմ կասկածում։ Դրա համար համոզված եմ, որ հաղթանակը մոտ է, Աստծու օգնությամբ։ Ուրեմն ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր կողմ են Նիկոլ Փաշինյանին, նկարագրել եմ արդեն իրենց դա չի խնդիրը, բայց կան մարդիկ, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանի կողմնակից են, բայց ինձ ասում են, որ իմը շատ նվազեցրել եմ իրենց քանակը իմ շրջապատում, որովհետև մանավանդ այս 2 շաբաթ ես չեմ կարա այդ աստիճանի ռոբոտ չեմ, մարդ եմ, չէ, դրա համար մինիմում ազդեցություն իրենց կողմից պիտի լինի իմ շրջապատում, որտե դու գրագետ ես, դու գիտես, բայց մենք դե իրանք վերջում իրանց համար ալիբի են ստեղծում, որտե դու գրագետ ես, 18 տարեկան տղան, որ գնացել է իր հողի համար արունը թափել է, գրագետ էր, կրթված էր,
Ընտրությունը կամ դու հայրենասեր ես կամ դու դեգեներատ մոլախոտ ես, որ ինչի չես կրթվել, իսկ ինչի չես կրթվել։ Կրթությունը այն դիպլոմ ստանալը չի, գիրք կարդալն է կրթությունը, կարդայիք ձեր գիրք չի եղել ձեր շրջապատում։ Կամ թե գիտեք այն կրթվածները մոլախոտ չեն կարա լինեն։ Առաջի մոլախոտը, որ տեսել եմ մեր երկրում, դա բժիշկ եղել, որ ասեց հասնում էր արցախցիներին, որ այդ այնց իրենց հետ եղավ։ Հիմա ես հետևում եմ տնամ այդ կինո ոնց հայրը մանկաբուժը, ոնց է իր կյանքը ավարտելու։ Կամ ստեղից եմ հետևելու կամ վերևից, որ արդեն գնացի Աստծո մոտ, եթե հանկարծ Իրանից քիչ ապրեմ։ Մոլախոտ դիպլոմով մոլախոտ էլ լինում, դες չի որ դիպլոմը ստացար, մենք այնքան անգրագետ բժիշկներ ունենք, այնքան անգրագետ ուսուցիչներ ունենք, Սոնա Բադոյան, եթե չեմ սխալվում, ինքը տեսահոլովակ է տեղադրել, որ ինչքան մի բան պոլիկլինիկայի բժիշկներ գնացել են Նիկոլ Փաշինյանի բանին ցույցին ու ակնոցները դրած իբր թե բանը բախկվում են տեսախցիկներից, որ իբր թե ուզում են ասեն, որ իրանց ստիպել են դա։ Ստիպելը որ է, դուք հորթ չեք, որ ձեր պարանը կախեն ձեր վզից տանեն Նիկոլ Փաշինյանի բանին ցույցին։ Ինչի ինձ պարանը չեն կապում, 5 տեղ աշխատում եմ։ Գրագետ մարդուն ոչ մեկ չի կարա պարանը վզից գախի տանի, որտեղ գրագետ մարդը գիտի ուր էլ գնա, ինքը իր աշխատանքը ունենալու է։ Կամ իմ նման աշխատանք, դե դուք չեք անի իմ նման աշխատանք, 5 տեղ վազվզեք աշխատեք, դուք պետք է մի լափաման լինի, ոչինչ որ վզներից եք բռնած, հորթի նման տանեն տեսախցիկներն էլ նկարեն, պատմության մեջ դուք այդ ձև եք մտնում, ու չփորձեք ասեք, ձեզ ինչ որ ստիպել են, Աստծունոց ես ասելու քեզ ստիպել են, ինչ են արել, խոտեն ավելի շատ են դե տվել, ստիպելով չի, ընտրություն է, ամեն մեկը ասել եմ արածի ու չարածի համար պատասխան եք տալու, ասացի ու չասացի համար պատասխան եք տալու, ընտրությունների գնալ, չգնալու համար պատասխան եք տալու, ում ընտրելու եք պատասխան եք տալու, ձեր նժդեի բանի վրա դրեք այդ բանի կշերքի վրա, տեսեք ինչ եք ընտրում դուք, ինչ եք ուզում, ինչ ապագա եք ուզում, ու մի ընկերուհի ունեմ շատ լավ ասեց, որ կեսրարած Նիկոլ Փաշինյանի կողմնակից, ասեց լսի, որ դու գնում ես ընտրությունների, դու այսօր կաս, վաղը չկաս, քո թորան մասին մտածի, իրան ես երկիրը տալիս, իրան հարցրուտես, ինքը ում հետ է ուզում, որ ապրի, ու շատ ճիշտ մոտեցում եմ։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, կարող ասենց մտածեք, դե ճիշտ է, մոլախոտը համոզված է, որ Նիկոլ Վլադիմիր Պուտինն է ինձ անձամբ աշխատավարձ ուղարկում, եթե դուք այդպես եք մտածում, ուրեմն դուք ընդհանրապես երկիր չունեք, այս երկրում այս ԱԱԾ-ն ընդհանրապես չի աշխատում, որտեղից ինչ շպիոն ուզես, գալիս են, այնտեղից է գումարները վերցում են ու ստենց խոսում են։ Դա ինչի համար եք տենց ասում, որ դուք ձեզ ալիբի է, որ դուք ինչի համար չեք խոսում, ձեզ Վլադիմիր Պուտինը անձամբ աշխատավարձ չի տալիս։ Մոլախոտը միշտ մոլախոտ է մնալու, դիպլոմը ոչ մի բան չի անում ու այս վերջերս մի տարիքն էլ չի անում, ասում է բան Ժվանեցկինը չի ասել, որ ասում է мудрость приходит с годами, но иногда возраст приходит один։ Գիրք կարդալը արդեն ասել եմ, խորհուրդ տվել եմ, որպես բժիշկ, ինչ անեք, որ գրագետ լինեք, կտակարան օրը մի գլուխ կարդացեք ու հիմա էլ հայոց պատմությունը պետք է հայր մերի նման իմանանք հայոց պատմությունը, որ մեզ ոչ մեկ չկարողանա խաբի, որտեղ խաբելը շատ հեշտ էր, տեսանք Ազգովի խաբեցին, դեմոկրատական արժեքներով բերեցին, խաբեցին, հողերը լրիվ հանձնեցին, հիմա մնում է բան, Հայաստանն է մնացել ու ձեզ տանք, ձեր նմաններին, ձեր նման Ժաննա Անդրեասյաններին տանք, ասենք դուք մեզ հայրենիք եք բրկում, ոչ, չենք տալիս, ու Աստծուն խնդրում եմ ձեր դատաստանը ժամ առաջ տեսնի։ Ուրեմն կրթությունը կարևոր է, ինքնակրթությունը, ամբողջ աշխարհում դա ընդունված բան է, գիրք կարդացեք, գլուխներդ աշխատի։ Ուզում եմ հիշեմ էլ կարևոր բան ունեի ասելու, թե ոչ, շատ սխալ բաներ են անելու, ոչ միայն այս ռեսուրսը, ոնց որ ասում են, ռեսուրսը օգտագործելու են իրենց ձերքի տակ եղած ներկա իշխանությունները։ Անցած սա արդեն ստուգած չի, իհարկե լսել եմ մարդկանցից, որ զինվորներին 2021 թվականին ինչ-որ թերթիկը մի հատ մենակ իրանց ԿՊ-ի թերթիկն են տվել, որ տանեն գցեն բանը, ընտրեն, մենակ մի թերթիկ են տվել, այս բաները չգիտեմ ոնց են կարող անելու ստուգեն, ուրեմն ընկերներ ունեմ, տարբեր գնում են հանգստանալու, Սևան, գյուղեր, այնտեղ բան տեսանք։
գերի տեսանք, ազատված գերի, որ Նիկոլ Փաշինյանի անունով երդվում էր։ Ուրեմն այդ գերիներն էլ եթե սա լսում են, ուրեմն ձեր անունից, այսպես Նիկոլ Փաշինյանի անունից երդվողներ կան, ու իսկ գիտեմ էլի որ տենց տանում են հիմա տարբեր խափելը, այս նրանց գործիքը միայն սուտ ասելն է։ Ու այդ դրա դեմ զգուշ եղեք, որ անելու են սուտ բաներ շատ է լինելու։ Այս երկու շաբաթն է իրենց ապրելու չապրելու։ Պետք է Աստծուն խնդրեն, որ Աստված իրենց դատաստանը տեսնա, որ մարդկանց ձեռը չընկնեն, մարդիկ ավելի դաժան են։ Գլուխներս հավաքենք, հաղթանակով այս ամեն ինչից դուրս գանք ամբողջ աշխարհի դեմ, հաղթանակով դուրս գանք ու ավելի շատ լծվենք աշխատանքի, կրկնապատիկ, ով ինչ հնարավորություններ, որ սկսենք ամեն մեկս մեր գործով զբաղվենք, ոչ թե քաղաքականության մեջ մտնենք։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։